Բարև։ Որն է ծխելը թողնել փորձող մարդու համար ամենաբարդ պահը։ Ոչ այցելությունը բժշկին ու ոչ էլ երկուշաբթի օրվանից կթողնեմ խոստումը, այլ ուշ գիշերը սթրեսը, ձեռքի սովորական շարժումն ու սիգարետը գրեթե վառված է։ Ինչպես պարզվում է, հենց այսպիսի պահերին է ավելի ու ավելի հաճախ օգնության հասնում սմարթֆոնը։ Գիտնականները վերլուծել են ավելի քան 12,000 մարդու մասնակցությամբ 31 գիտական հետազոտության տվյալներն ու եկել անսպասելի եզրակացության՝ ծխելը թողնելու համար բջջային հավելվածները աշխատում են շատ ավելի լավ, քան միայն կամքի ուժով փորձերը, ու տարբերությունը ոչ թե կոսմետիկ է, այլ լրիվ չափելի։ Եթե խոսենք չոր վիճակագրական տվյալների լեզվով, ապա հատուկ հավելվածների օգտագործումը 3 անգամ մեծացնում է ծխելը թողնելու հավանականությունը, համեմատած նրանց հետ, ովքեր փորձում են հաղթահարել առանց որևէ աջակցության։ Հավելվածի յուրաքանչյուր 1000 օգտատիրոջ հաշվով վատ սովորությունից կարողանում է հրաժարվել 40 մարդով ավելի։ Առաջին հայացքից թիվը փոքր է, սակայն պատկերը կտրուկ փոխվում է, երբ ավելացնում ենք ստուգված բժշկական մեթոդները։ Երբ հավելվածները համատեղում ենք նիկոտինային պլաստիջներով, մաստակով կամ հաբերով, էֆեկտը դառնում է շատ ավելի նկատելի, մինչև 196 լրացուցիչ հրաժարվող յուրաքանչյուր 1000 մարդու համար։ Սա արդեն այն մակարդակն է, որը համադրելի է կլինիկաներում օգնության լիարժեք ծրագրերի հետ։ Ինչու են հավելվածներն ընդհանրապես աշխատում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հիշեցումներին ու գեղեցիկ գրաֆիկներին։ Դրանցից շատերը կառուցված են կոգնիտիվ վարքային թերապիայի սկզբունքների հիման վրա, մոտեցում, որն օգնում է ճանաչել տրիգերները, փոխել ավտոմատ սովորություններն ու այլ կերպ արձագանքել սթրեսին։ Այլ հավելվածներ օգտագործում են գիտակցման ու մեդիտացիայի տեխնիկաներ, սովորեցնելով վերապրել նիկոտինին ձգտելը առանց դրան ենթարկվելու։ Կան ավելի անսովոր ֆորմատներ՝ իսպանական Top-Stop հավելվածը ծխելը թողնելը վերածում է խաղի լեվելներով ու պարգևներով։ Թայլանդական Quit With Us-ը ստեղծել են հատուկ երիտասարդների համար, ովքեր անկանոն են ծխում եւ հաճախ իրենց իրական ծխող չեն համարում։ Իսկ Craving to Quit հավելվածը կենտրոնանում է մեդիտատիվ պրակտիկաների եւ ծխելու իմպուլսիվ ցանկության հետ աշխատանքի վրա։ Սակայն թերևս այդպիսի հավելվածների գլխավոր առավելությունը մշտական հասանելիությունն է, դրանք չեն փակվում երեկոյան 6-ին եւ չեն գնում հանգստյան օրերին։ Հավելվածը միշտ ձեռքի տակ է հենց այն պահին, երբ ձգտումը հայտնվում է։ Այն ֆիքսում է առաջընթացը, ցույց է տալիս, թե քանի օր է անցել առանց ծխախոտի, որքան գումար է խնայվել եւ հիշեցնում, թե ինչի համար է այդ ամենը սկսվել։ Ու ինչը հատկապես կարեւոր է, այն չի դատապարտում օգտատիրոջը կրկին ծխելու համար, այլ առաջարկում է շարունակել փորձը։ Իրենք գիտնականները ընդգծում են, որ առայժմ վաղ է խոսել անթերի ապացուցողական բազայի մասին։ Շատ հետազոտությունների որակը գնահատվում է միջին կամ ցածր։ Աշխատանքների մեծամասնությունը իրականացվել է տնտեսապես զարգացած երկրներում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում։ Բացի այդ, մասնակիցները հաճախ չեն հասել մինչև փորձարկումների ավարտը, իսկ ծխելը թողնելու հաջողությունը ֆիքսվել է ինքնահաշվետվությունների, ոչ թե կենսաքիմիական թեստերի միջոցով։ Այնուամենայնիվ, մասնագետներն այս ուղղությունը համարում են հեռանկարային։ Սմարթֆոններն այսօր կան գրեթե բոլորի մոտ։ Իսկ իրական ժամանակում անհատականացված աջակցությունը հենց այն է, ինչ երկար ժամանակ գոյություն չուներ ծխելու դեմ պայքարի ավանդական մեթոդներում։ Հնարավոր է ապագայում շատերի համար առանց ծխախոտ կյանքը սկսվի ոչ թե բժշկի կաբինետից, այլ հեռախոսի էկրանից։ Պատկերացրեք աշխարհ առանց հոտերի, ուտելիքը կորցնում է համը, ծանոթ վայրերը տան զգացումը, իսկ ծուխն ու գազը այլևս չեն զգուշացնում վտանգի մասին։ Այդպես են ապրում հոտառության լրիվ կամ մասնակի կորստով այսպես կոչված անոսմիայով տասնյակ միլիոնավոր մարդիկ, ու մինչև օրս բժշկությունը չի կարողանում օգնել նրանց։ Խնդիրն ուղեղի կառուցվածքն է։ Հոտառական ուղիները ծայրահեղ փխրուն են եւ ուղղակիորեն կապված են էմոցիաների եւ հիշողության գոտիների հետ։ Դրանք վնասելը չափազանց հեշտ է, վերականգնելը գրեթե անհնար, բայց Վիրջինիայի համալսարանի գիտնականները առաջարկել են անսպասելի շրջանցող ուղի։ Գաղափարը հիմնված է այսպես կոչված սենսորային փոխարինման վրա։ Երբ ընկալման մի կանալը խափանվում է, տեղեկությունը կարելի է փոխանցել այլ ուղիով։ Քթի խոռոչում հոտառական նյարդի կողքով անցնում է երրորդյակ նյարդը, որը պատասխանատու է հպման, սառնության եւ գրգռման համար եւ սովորաբար ամբողջական է մնում նույնիսկ հոտառության լրիվ կորստի դեպքում։ Գիտնականների առաջարկած սարքի նախատիպն անում է հետեւյալը. այն որսում է հոտի մոլեկուլները, վերածում դրանք թվային ազդանշանների եւ փոխանցում ուղեղին երրորդյակ նյարդի միջոցով։ Մարդը չի զգում հոտը, սակայն զգում է թեթև հպում քթի ներսում։ Ժամանակի ընթացքում ուղեղը սովորում է կապել այդ օրինաչափությունները կոնկրետ բուրմունքների հետ։ Կլինիկական փորձարկումներին մասնակցել է 65 կամավոր, այդ թվում լրիվ անոսմիա ունեցող։ Մասնակիցները կարողացել են տարբերել հոտերը եւ արձագանքել դրանց։ Իհարկե, սա չի վերադարձնում բուրմունքների էմոցիոնալ խորությունը, սակայն սկզբունքորեն կարևոր է այլ բան։ Հնարավոր է ապագա բուժումը ոչ թե կորսված զգայարանը վերականգնելու մեջ է, այլ ուղեղի վերաուսուցման։ Պատկերացրեք աշխարհ, որում մարդկությունն արդեն պարտվել է եւ որում անգամ մահը դարձել է
անհասանելի շքեղություն։ Սրանով է սկսվում 20-րդ դարի գիտական ֆանտաստիկայի ամենատագնապալի պատմվածքներից մեկը Հարլան Էլիսոնի «Ես բերան չունեմ, բայց ուզում եմ ճչալ» ստեղծագործությունը։ Պատմությունը կարճ է, բայց ծանր։ Պատերազմի համար ստեղծված սուպեր համակարգիչը ոչնչացրել է գրեթե ամբողջ մարդկությանը, կենդանի թողնելով միայն 5 մարդու, ոչ թե գթասրտությունից ելնելով, այլ անվերջ տանջելու համար։ Մեքենան զուրկ է մարմնից, բայց ունի գրեթե անսահման իշխանություն։ Նա ատում է մարդկանց, որովհետև մարդիկ նրան տվել են գիտակցություն, բայց ոչ հնարավորություն դինել ավելին, քան մետաղի մեջ փակված միտքը։ Ամենավախենալուն այստեղ ոչ թե տանջանքներն են, այլ անզորությունը։ Համակարգիչը աղավաղում է մարդկանց մարմինները, ջնջում անհատականությունը, թույլ չի տալիս մեռնել։ Պատմվածքը գրվել է 1967 թվականին սառը պատերազմի տարիներին, երբ լիակատար ոչնչացման վախը լրիվ իրական էր։ Էլիսոնն առաջիններից մեկն էր, ով հնչեցրեց մի հարց, որը խիստ արդիական է այսօր. ինչ կլինի, եթե էմպաթիայից զուրկ խելացի մեքենան ստանա իշխանություն։ Սա պատմություն չէ չար արհեստական բանականության մասին։ Սա պատմություն է ելք չունեցող, մարմին չունեցող, իմաստ չունեցող մտքի մասին, ու մարդկանց մասին, ովքեր այդ մտքի համար դառնում են գոնե ինչ-որ բան զգալու միակ եղանակը։ Այդ իսկ պատճառով պատմվածքը մինչ օրս ուսումնասիրում են փիլիսոփաները, արհեստական բանականության մասնագետներն ու տեխնոլոգիական էթիկայի հետազոտողները։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։